Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արմաթ հաղորդաշարն է։ Մենք ներկայացնում ենք Արցախի պատմությունը, մշակութային ժառանգությունը, Արցախյան կոլորիտը։ Արմաթ, քանզի եթե մենք չիմանանք մեր անցյալը, չենք կարող կերտել մեր ներկան եւ ապագան։ Այսօրվա թեման Արցախի տոնածիսական մշակույթն է։ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարասկզբին արցախցիների ավանդական տոնածիսական համալիրը ուներ այն նույն կառուցվածքը, ինչպիսին հայ էթնոսի մյուս բոլոր հատվածներին։ Հայ էթնոսի այդ խմբի ավանդական կենցաղում առավել տարածված տոներն էին Նոր տարին, Քրիստոսի ծնունդը, Սուրբ Սարգիսը, Վարդանանց տոնը, Տեառնդարաչը, որը Արցախում դրդռոնջ, դորդորաջ եւ այլ ձևով էին ասում, Բարիկեթանը, մեծ պահքը, Ծաղկազարդը, որը Արցախում ծրզարդար կամ զրզարդարը են անվանում, Սուրբ Զատիկը, Համբարձումը, Վարդավառը, որը Արցախում վրթևոր ձևով էր հանդես գալիս, Սուրբ Աստվածածինի վերափոխման տոնը, Խաչվերացը եւ մասնավորապես Նավասարդը։ Հայոց քրիստոնեական տոնացույցի հենքը կազմող հիշյալ տոները ծագումնաբանորեն ունեն հեթանոսական արմատներ, որոնք առանձնանում են տնտեսության, ընտանիքի եւ անձի բախտն ու ճակատագիրը կանխագշակող հմայական բնույթի ծեսերով, սովորույթներով ու հավատալիքներով։ Դրանցում հիմնականում արտացոլվել է երկրագործական, ժողովրդական տոնացույցը, որը համահայկական համատեքստում բնորոշ էր նաեւ արցախցիների ավանդական տոնածիսական համալիրին։ Տոների այս շարքում ուշագրավ է հատկապես ավանդական Նավասարդի կենցաղավարությունը, որն առավելություն ուներ հունվարյան ամանորի նկատմամբ։ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարասկզբին հայ ազգագրագետները, որոնք աշխատում էին Արցախում, դաշտային ազգագրական նյութ էին հավաքում, Երևան Զալայան, Ստեփան Լիսիցյան, նշում էին շատ հետաքրքիր մի երևույթ, որ Արցախում ավելի շատ տարածված էր Նավասարդը, քան օրացուցային Նոր տարին, այսինքն ամանորը։ Վերջինս հիմնականում տարածված էր Արցախի քաղաքային բնակավայրերում, հատկապես Շուշիում, թեպետ գյուղն այլ ներթափանցող քաղաքային սովորույթները թույլատրել էին ավանդական Նավասարդը, սակայն վերջինիս փոխարեն դեռևս կենցաղ չէր մտել հունվարյան Նոր տարին, այսինքն հունվարի 1-ը, որն ի տարբերություն Շուշի եւ Գանձակ քաղաքների գյուղերում աննկատ էր անցնում։ Արցախում Նավասարդը նշում էր ոչ թե օգոստոս ամսին, այլ նոյեմբերին։ Ավանդական կենցաղում Նավասարդն առավելապես ընկալվում էր որպես տնտեսական տարվա ավարտի նախրաթողի եւ աշնանային բերքահավաքի, ինչպես ուսումնասիրողներն են նշում, նորոց, պտղոց կամ հունցքի տուն, որը չուներ ճշգրիտ ժամկետ։ Հայոց ավանդական այդ տոնը ընդհանուր մինչև 20-րդ դարի սկզբները ձևափոխումներով հանդերձ Արցախի բնակավայրերի հետ միասին առավելապես պահպանվել էին նաև Սյունիքում, Գողթնում, Պարսկահայքում, ուր Նավասարդի ժամկետները տատանվում էին ամռան վերջերից մինչև ուշ աշուն։ Չնայած մասնակի առանձնահատկություններին Նավասարդյան ծիշաշարն ուներ ընդհանրական գծեր։ Դրանք հիմնականում նշվում էին աշնանը, համընկելով բերքահավաքին, այգեկութին, նախրաթողին եւ միևնույն դեպքում իրենցից ներկայացնում էին գյուղատնտեսական աշխատանքային պայմանագրությունների յուրօրինակ ծիսական սահմանագիծ։ Վերջինս հատկապես նկատվում էր Տավուշի գյուղական բնակավայրերում, ուր արդեն գրեթե մոռացվել էր Նավասարդի տոն լինելու հանգամանքը։ Նշենք նաեւ, որ արցախցիների տոնածիսական վարքագծային նմանությունները մասնավորապես Լոռու, Տավուշի, Սյունիքի ու Գողթնի հետ հիմնականում պայմանավորված էր աշխարհագրական դիրքով եւ միգրացիոն ինտենսիվ գործընթացներով, որի արդյունքում ձևավորվեցին գրեթե նմանատիպ կենցաղամշակութային համալիրներ։ Արցախի գյուղական բնակչության շրջանում Նավասարդի նախօրեին թխում էին զանազան թխվածներ՝ կատնահունց, քաղցր խորիզով ականջիկներ, գաթա եւ այլն։ Եփում էին ցորենի ձավարով ու ոչխարի մսով կորկոտ կամ ինչպես ասում են կուրկուտ, երեխաների համար գնում էին նոր շոր ու կոշիկ, մայրը երեխաներին ճիր ու քաղցրավենիք էր բաժանում, Փեսան ու իր հարազատները հարսին նվերներ,
գլխաշոր, գուլպա, զգեստ, կտոր, միրգ ու քաղցրավենիք էին տանում։ Այսպիսի նվերներ էին փոխանակում նաև հարևաններն ու բարեկամները։ Հատկանշական է, որ այդ օրը գյուղացիները հատուկ շնորհավորում էին գյուղի տանուտերին ու քահանային եւ նվերներ խնձոր գինի տանում նրանց։ Այդ օրը Բաքվում ծառերից կարմիր գույնի շոր ու զանազան կարմիր լաթի կտորներ էին կախում, ինչպես օրինակ Վարանդայի Սոզգյուղում։ Արցախը սահմանակից լինելով Զանգեզուրին եւ Սիսիանին, տոների եւ ծիսական արարողակարգի անցկացման առումով ուներ շատ ընդհանրություններ, եւ Զանգեզուրի գյուղերում եւ Սիսիանում նավասարդին մեկը համարում էին տարեմուտ եւ շնորհավորում էին միմյանց նոր տարին։ Գյուղացիներից շատերը միմի խնձորի մեջ արծաթե դրամ խրած, միմի շիշել օղի առած գնում էին տանուտիրոջ մոտ բերածները նրան նվիրելով։ Շնորհավորում նրան նոր տարին։ Արդեն մելիքների ժամանակ յուրաքանչյուր տան մեծը խնձորի մեջ 15-ից 30 կոպեկ խրած տանում էր մելիքին տալիս, համբուրում ձեռքը եւ շնորհավորում։ Ահա այսպես էր Երվանդ Լալայանը նկարագրում Արցախի Սիսյունիքի եւ Սիսիանի նոր տարին։ Նա էլ մի երկու ես մորթեր տալիս ու դաշտում ճաշ տալիս նրանց։ Այդ օրը ամեն տուն կուրկուտ էր պատրաստում, իսկ Սիսիանում հարիսա։ Գիշերը գոմերը մաքրում էին եւ անասունների տակ գարից անում ու նրանց ագինները կարմիր թել կապում, որպեսզի տարին առատ եւ կարմիր օրերով երջանիկ լինի։ Այնուհետև թխում էին անալի կարկանդակ, կրկենի, ձեթով, ալյուրով եւ ընկույզով, որի մեջ նախորդ խառնում էին լոբի կամ սիսեր, մանր արծաթադրամ, ի նշան այսպես կոչված դովլաթի ունևորության։ Այս կրկենին հանդիսավորությամբ ողջ ընտանիքի ներկայությամբ կտրում էին, ընդ որում բաժին էին հանում ոչ միայն ընտանիքի բացակա անդամներին, այլև կենդանիներին, եւ թե նրանց բաժնից էր դուրս գալիս, կարծում էին, որ բախտավորությունը, հարստությունը նրանցից պիտի գա։ Հատկապես լավ նշան էր, եւ սիսեռահատիկը ընկնում էր տան օջախի բաժնի մեջ։ Ապագան կանխագուշակելու այս եզակի կիրառությունը, սակայն ոչ բոլոր գյուղերում էր արվում։ Ծննդյան տոների նախօրեին։ Ուրիշ վայրերում, օրինակ Մարտակերտի շրջանի Վաղուած գյուղում, կրկենին կտրում էին եւ բաժանում էին նավասարդի նախօրյակին։ Ոմանք էլ այսպես կոչված կլոնդրակ էին պատրաստում, այսինքն փոխինձը շաղում շաքարաջրով, դոշաբով, հետո կլոր մանր կտորներ էին անում եւ բաժանում տնեցիներին։ Մեծ տղաներն ու աղջիկները մի կտոր կծելով գնդիկից, մնացածը նորից փոքր գնդիկ էին դարձնում, որպեսզի հաջորդ օրը առավոտյան գցեն կտուրը եւ տեսնեն, թե թռչնակ ուր կտանի այն։ Եթե տաներ ուրիշի կտուրը եւ կծեր, ուրեմն այդտեղից էլ հարս կամ փեսա կլիներ։ Եթե սկսեր կծել հենց իրենց կտուրին, ուրեմն այդ տարի հարսանիք չէր լինի։ Շատերն էլ այդ կլոր փոխինձների մեջ մի լոբի կամ հոնի կուտ էին դնում, որով ինչպես կրկնիով դովլաթ են գուշակում։ Գիշերը Սուրբ Սարգիսը սպիտակ ձին նստած շրջում է բոլոր տները եւ այնտեղ, ուր գոհ էր տնեցիներից ու նրանց նվիրաբերումներից, նրա ձին փոխինձի վրա թողնում էր ետին ոտքի սմբակի հետքը։ Տանտիրուհին այդ փոխինձից խաշիլ էր եփում եւ լցնում ափսեները կամ թասերը, խաշիլի մեջ գթալով փոսիկ էին անում, մեջը հալած յուղ, իսկ կողքերը թան էին լցնում։ Գթալով մի քիչ խաշիլ վերցնելով թաթախում էին յուղի ու թանի մեջ եւ ուտում։ Գանձակի գավառում շաբաթօրը սովորաբար ուխտի էին գնում մոտակա Սուրբ Սարգիսի ուխտատեղիները։ Ժողովուրդը 3 անգամ պտույտ էր գալիս ուխտատեղու շուրջը, մոմ վառում, աքաղաղ մատաղ անում։ Սուրբ Սարգիսի օրը ուխտագնացությունները տարածված էին նաև Դիզակիկում եւ Քարվաճառում։ Այսպիսով ավարտեցինք մենք հերթական հաղորդումը, սիրելի հայրենակիցներ, մեզ կարող եք դիտել Երկիր մեդիայի YouTube-յան ալիքում եւ Facebook-յան էջում։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։